Հարգելի վարչապետ, շնորհակալ եմ։ Իմ հարցը վերաբերում է Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացին։ Հայաստանը պաշտոնապես սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց։ Ինչպես գիտենք, Հայաստանի խորհրդարանում դրա վերաբերյալ որոշում կայացվեց։ Եվ իմ հարցը հետևյալն է. Հայաստանն ինչ փուլում է հիմա Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների հետ հավասարակշռությունն ինչպես եք պահպանում։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականության շրջանակներում մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաեւ Ռուսաստանի հետ եւ ինչպես արդեն ասացի, այդ հարաբերությունների այդ բանաձևի համատեքստում է տեղավորվում նաեւ մեր տարածաշրջանացման քաղաքականությունը։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել են եւ այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանին։ Մեր սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50,000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչի եւ տեղի է ունեցել, եւ մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել եւ այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաեւ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ եւ նաեւ մենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին, ընդ որում գիտեք հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողությունն է, որ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու են։ Եվ նկատի ունեմ, որ նաև այս process-ը մեր տարածաշրջանացման քաղաքականությանը չի հակասում։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք եւ ակնհայտ է, որ այդ նախագծի ընդունումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, որովհետև դա բոլորովին այլ մի գործընթաց է։ Մենք դրանով արձանագրում ենք մեր քաղաքական հետաքրքրվածությունը այդ գործընթացի նկատմամբ, հասկանալով, որ դա բարդ գործընթաց է, բայց մյուս կողմից բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում մենք ուզում ենք նաեւ մեր ժողովրդի համար, ես այդպես եմ ձևակերպում, ունենանք այլընտրանքների որոշակի մենյու, որովհետև ընդհանուր Եվրամիությանը անդամագրվելը ի վերջո նաև կարող է տեղի ունենալ համընդհանուր հանրաքվեի միջոցով հաստատվելու պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում, որովհետև նույնիսկ այդ պարագայում դեռ փաստ չի, որ Հայաստանը կանդամագրվի Եվրոպական միությանը, որովհետև Եվրոպական միության անդամ երկրներն էլ իրենց հերթին պետք է կոնսենսուս ձեռք բերեն։ Ես նկատի ունեմ, որ մենք պարզապես, ես ուզում եմ ուղիղ ասել դրա մասին, մենք պարզապես ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարի այլընտրանքների բացակայության արտաքին քաղաքականությունը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը ունենա այլընտրանքներ։ Սա ամենևին էլ այդ այլընտրանքներից մեկի հենց ուղակի ընտրություն չէ, այլ դա հնարավորություն է, եւս մի այլընտրանքի հնարավորություն է մեր պետության եւ մեր ժողովրդի համար, եւ սա ըստ էության ծառայություն է իհարկե նաեւ մեր հանրության առնվազն ընդ որում 50,000-ից ավելի ստորագրություններ հավաքվել, 60,000-ից մոտի, եւ նաեւ մեր ժողովրդավարական էության արտահայտությունն է, որ մենք չենք կարող, եթե սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է, ինչու պիտի ժողովրդավարական կառավարությունը եւ ժողովրդավարական մեծամասնությունը մերժի այդ նախագիծը։
Եվ սա է մեր ընկալումը եւ ես կարծում եմ, որ դա կարևոր լրացում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես ձևակերպել, մենյուի եւ հնարավորությունների մեջ։ Էլի եմ ասում, մեր կարևորագույն խնդիրներից մեկը այլընտրանքների բացակայության քաղաքականությունը հաղթահարելը եւ մուտք գործելն է միտեղ, որտեղ մենք կարող ենք ավելի ուշադիր նայել մեր տարածաշրջանին, ավելի ուշադիր նայել աշխարհին, ավելի ուշադիր նայել հնարավորություններին, ավելի ուշադիր վերլուծել սպառնալիքները, բայց տեսնել նաև հնարավորությունները։ Եվ սա տրամաբանական շարունակությունն է, ելի եմ ասում, այդ թվում մեր տարածաշրջանային քաղաքականության։ Որտեւ ես չգիտեմ, այդ ինչպիսին կլիներ մեր մոտեցումը, բայց մեր քննարկումների եւ վերլուծությունների մեջ սա ունեցել է էական նշանակություն, որ մենք արձանագրել ենք, որ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու են, ընդ որում նաեւ Թուրքիայից հնչեց բոլորովին վերջերս այդ արձանագրումը, որ Թուրքիան ամենևին էլ չի հրաժարվել եվրոպական քաղաքականությունից։ Նաեւ այդ հնչում է, ինչքան էլ հիմա որոշակի խնդիրներ կան Վրաստանի եւ Եվրամիության հարաբերություններում, բայց նաեւ Վրաստանը հայտարարում է, որ չի հրաժարվել Եվրամիության հետ մերձենալու քաղաքականությունից եւ մեր այս որոշումները պետք է դիտարկել նաեւ այս համատեքստում։ Sayın Başbakan bir soru CNN Türk. Şimdi bu görünen o ki işte Türk